Ակարա Smart Video Doorbell G4-ը խելացի դրոն զանգ է, որը տեսագրում է եւ ուղարկում է ծանուցումներ հավելվածին, երբ սեղմվում է զանգի կոճակը կամ երբ հայտնաբերվում է շարժում, կասկածելի վարք կամ ճանաչված դեմք։ Սարքն ապահովում է 1080p տեսագրություն, 162 աստիճան դիտումյան անկյուն եւ աշխատում է ինչպես անլար, այնպես էլ լարային ռեժիմով։ Այն բաղկացած է արտաքին հիմնական միավորից եւ ներքին ձայնային մոդուլից։ G4-ը աջակցում է HomeKit Secure Video, Alexa, Google Home եւ այլ հարթակներ, խելացի ինտեգրման եւ կառավարման համար։ Կա տուփի մեջ դրան զանգի հիմնական մոդուլ, ներքին ձայնային մոդուլ, 6AA մարտկոդ, տեղադրման պարագաներ, ամրակ պտուտակներ, խրամումի խրոցներ, աչաձև պտուտակահան, Philips, USB Type-C լիցքավորման լար։ Միացրեք Type-C լարը էլեկտրամատակարարմանը։ Եթե սարքը միացել է ճիշտ, դեղին ցուցիչի լույսը կթարթի։ Ինչպես ավելացնել սարքը հավելվածում։ Ներբեռնեք ակառահոմ հավելվածը։ Բացեք հավելվածը։ Սեղմեք գումարման նշանը, ընտրելով Smart Video Doorbell G4 եւ հետևեք ցուցումներին։ Օգտագործեք տրամադրված խաչաձև պտուտակահանը, հանելու համար հետնամասի պտուտակները։ Տեղադրեք 6 հատ AA մարտկոց սարքի մեջ։ Տեղադրեք հետնամասը սարքի վրա։ Ցանկության դեպքում կարող եք լարային միացում ապահովել, կապելով արտաքին սնուցման սարքի տրանսֆորմատորի հետ։ Այս դեպքում մարտկոցները կծառայեն որպես պահեստային սնուցում։ Լարային միացման քայլեր։ Հեռացրեք լարերի անցքի պաշտպանիչ կափարիչը, ապրանքի սնուցման լարը անցկացրեք անցքով, կապեք լարը արտաքին սնուցման սարքին եւ ամրացրեք պտուտակով, խուսափելով կարճ միացումից։ Տեղադրման բարձրությունը։ Ընտրեք դրան մերձակայքում տեղ մոտավորապես 1.4-ից 1.5 մետր բարձրության վրա։ Տեղադրման մեթոդները։ Մեթոդ 1. Տեղադրում պտուտակներով։ Մեթոդ 2. Տեղադրում անկյունային ամրակի եւ պտուտակների օգնությամբ։ Մեթոդ 3. Տեղադրում սոսնձով կամ ինքնակպչուն ամրակով։ Կպցրեք պատին ամրացման հիմքը, նշեք անցքերի դիրքը, օգտագործեք 6 մմ տրամագծով վարիչ։ Խորությունը մեծ 32 մմ-ից։ Տեղադրեք պլաստիկ խրոցները, ամրացրեք պատին տրամադրված պտուտակներով։ Եթե օգտագործվում է անկյունային ամրակ, ամրացրեք հիմնական մոդուլը դրա վրա։ Սոսնձով տեղադրման դեպքում հեռացրեք պաշտպանիչ թուղթը եւ կպցրեք հարթ ու մաքուր մակերեսին։ Վերջում սահեցրեք զանգը հիմքին, ամրացրեք կողքի պտուտակը եւ տեղադրեք սիլիկոնե ջրադիմացկուն ծածկոցը։
Սարքի առանձնահատկությունները։ Տեղային դեմքերի ճանաչման արհեստական բանականություն (AI)։ Կարող եք ստանալ ծանոթություններ կամ ստեղծել ավտոմատացումներ ըստ ճանաչված կամ անծանոթ դեմքերի։ Օգտագործման քայլեր։ Ակտիվացրեք Face Recognition բաժնում, Cloud Recording և Push Notifications։ Սարքը կսկսի ճանաչել դեմքերը։ Անհայտ դեմքերն առանձին կցուցադրվեն։ Դուք կարող եք կարգավորել հետևյալ ավտոմատացումները։ Եթե անծանոթ դեմք է հայտնաբերվել, նվագել անձամբ ներմուծված MP3 ձայնային ազդանշան։ Եթե ճանաչվել է օրինակ Andrew անունով մարդը, նվագել հատուկ մեղեդի Repeater սարքի միջոցով։ Ձայնի փոփոխում։ Կարող եք ընտրել 4 ձայնային տարբերակ, ձեր կամ հարազատների ձայնը փոխելու համար, օրինակ՝ մարդ, ռոբոտ և այլն։ Տեսագրությունների կառավարում։ Օգտագործեք micro SD քարտի Playback ռեժիմը, տեսնելու շարժման կամ կասկածելի դեպքերի պահերը։ Կարող եք ընտրել գաղտնիության հատվածները Privacy Masking, որպեսզի որոշ տարածքներ, օրինակ հարևանի դուռը, բացառվեն տեսագրումից։ Եթե սարքը ստիպողակար հեռացվի, կարող եք միացնել բարձր ազդանշան կամ նվագել նախապես ձայնագրված ձայնը։ Ինչպես միացնել G4-ը այլ հարթակներին։ Alexa. Եթե Ակառան և Ալեքսան կապակցված են, սարքը ինքնաբերաբար կհայտնվի։ Հակառակ դեպքում բացեք Ակառա հավելվածի Profile, Smart Speaker բաժինը և կապակցեք հաշիվները։ Այնուհետև Alexa հավելվածում սեղմեք Add Device, ընտրեք Other, Wi-Fi։ Ավտոմատացման օրինակ։ Երբ սեղմում են զանգի կոճակը, Ալեքսան ցուցադրում է տեսագրությունը ձեր հեռուստացույցի վրա։ HomeKit. Անհրաժեշտ է ունենալ HomeKit Hub, օրինակ HomePod, Apple TV, iCloud և iCloud-ի պլան։ Սարքը հնարավոր է ցուցադրել Apple TV-ում ըստ իրադարձության։ Աջակցում է Secure Video և տեղային դեմքերի փաթեթներ։ Google Home. Նման կերպ միացրեք Google Home հաշիվը Ակառային, հաջորդիվ սարքը կերևա Google Home-ում։
Սեղմված զանգի դեպքում Google Nest բարձրախոսը ծանուցում կտա։ Տեսագրությունը կարելի է ցուցադրել Google Display-ով։ Համակարգը աջակցում է նաև IFTTT և այլ ապագա էլեկտրահամակարգեր։